Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է։ Մենք փորձում ենք երկու շատ կարևոր խնդիր իրականում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել եւ ում պետք է դիմել, ու երկրորդը, որը իսկապես շատ ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Կանանց պատմությունները միշտ ու բոլոր ժամանակներում եւ իրարից շատ տարբեր են եւ ինչ որ առումով իսկապես կարողանում են աշխարհի բոլոր գույները բացահայտել։ Ինչու, որովհետև կինը կարողանում է իր ներսում ունենալ երազանք, հետո կարողանում է համբերատար, երկար այդ երազանքը պահել ներսում, բայց միևնույն ժամանակ անել քայլեր, որպեսզի այն իրականանա։ Դուք գիտեք, որ մենք հնարավորություն ենք ունենում պարբերաբար զրուցել մեր հայրենակիցների, հետաքրքիր ու հաճելի հայուհիների հետ օվկիանոսից այն կողմ։ Օվկիանոսից այն կողմ հասնելու ճանապարհն էլ է բարդ, այստեղ քո մասնագիտությունը, քո եսը, քո տեսակը, մարդկանց հետ շփվելու, քո կերպը պահելու հնարավորություններն են ուրիշ։ Այսօր մենք իրականում հետաքրքիր ու տարբերվող հյուր ունենք, ով կարողացել է ցանկացած միջավայրում եւ Հայաստանում, եւ Եվրոպայում, եւ առավել եւս Միացյալ Նահանգներում ստեղծել իր համար հետաքրքիր բարի մի աշխարհ, որտեղ մարդիկ իրար վստահում են, որտեղ ամեն ինչ լուսավոր է, որտեղ ժպիտը շատ է եւ որտեղ կարողանում են դրական էներգիայով հաղթել ամենքին ու ամեն ինչ։ Ես կարծում եմ, որ այսօրվա մեր զրույցից հետո այդ դրական էներգիայի մեծ չափաբաժին կունենան նաև մեր հետևորդները։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում ողջունել վարսահարդար ոճաբան Մարիամ Մանուկյանին։ Մարիամ, շատ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել ձեզ։ Ես գիտեմ, որ Երևանում ձեր աշխատելու տարիներին դուք իրականում կարողացել եք ստեղծել մի միջավայր եւ հատկապես այն հատվածում, որտեղ աշխատել եք Նոր Նորքում, այստեղ եղել եք շատ սիրված եւ ինչ որ առումով ձեր շուրջը այդ վստահության, դրական ու բարի միջավայրը ձևավորել եք։ Շնորհակալություն Լիլիթ ջան, ներկայացնելու համար ինձ։ Այո, աշխատել եմ երկրորդ մասիվում, մոտ 12 տարի։ Շատերը բնորոշում են ձեզ հենց այդպես, որ դուք ամեն դեպքում կարողացել եք իսկապես ձեր երազանքները ունենալ, ձևակերպել եւ միշտ տարբերվել եք նրանով, որ վստահ եք եղել, որ ձեր երազանքներին պիտի կարողանաք հասնել։ Իհարկե, պետք է մարդ երազանքներ ունենա։ Ես միշտ երազել եմ եւ երազանքիս հետևից միշտ պայքարել եմ գնամ ու հասնեմ ու փառք Աստծո, մինչեւ այսօր հասնում եմ երազանքներիս։ Մարիամ, դուք ի վերջո շատ սիրում եք կյանքը, լավատեսությունը ձեր ներսում է եւ ամեն ինչ գալիս է հենց այս կետից։ Ես շատ ուրախ մարդ եմ, բոլորին շատ սրտաբաց եմ ընդունում, բոլորին շատ սիրում եմ ու չգիտեմ, իմ էներգիայով բոլորին ուրախացնում եմ, աշխատում եմ, որ բոլորին լավ էներգիա փոխանցեմ։ Մարիամ, ինչպես որոշեցիք ընտրել այս մասնագիտությունը, քանի որ այս մասնագիտությունը վարսահարդարի ոճաբանի իսկապես շատ ձերն է, դուք կարողանում եք մարդկանց այսպես տեսնելուց պատկերացնել իրեն ինչ կսազի եւ որ շատ հետաքրքիր է, կարծես ձեզ վստահում են։ Լիլիթ ջան, ինձ թվում է իմ հաճախորդս ինձ շատ վստահել է, շատ սիրել է ու հավատացեք, ես ինչ խորհուրդ տվել եմ, իրանք ինձ վստահելով հավատացել են, արել են դա, ասենք մարդկա եկել է, որ ուզել է ուրիշ ինչ-որ մի բան, սանրված, ես իրան խորհուրդ եմ տվել, որ դա քեզ չի սազի, գիտես, ես կարամ անեմ, բայց վաղը գալու ես ասես չէ լավ, չէր ասել են, օքեյ, ոնց ուզում ես, քո ասածով մենք քեզ վստահում ենք։ Մարիամ, բացի այն մասնագիտական, հա, մենք այս մասին կխոսենք, այսինքն դեմքի գույնի հետ կապված, ձևի հետ կապված այդ սազելու, նաև դուք շատ մեծ ուշադրություն եք միշտ դարձրել կանանց օրինակ ոճին, հա, ինչ ոճի է, որտեղ է ինքը իրեն ավելի լավ զգում, ինչպես է հագնվում, այսինքն մազերի կտրվածքը, գույները, սանրվածքը նաև իր հենց տեսակի հետ եք համապատասխանեցրել։ Միայն տեսակի հետ։ Իհարկե, տեսակի հետ, ասենք մասնագիտությունը կապ չունի, բայց մարդկա իա տեսակի հետ պետք է իա մազերը սազի։ Թեկուզ բժիշկ լինի, ասենք, ասի ուղիղ եմ ուզում, բայց իրա տեսակին չի սազում ուղիղը, դու պետք է իրան ավելի սենց հետաքրքիր տեսք տաս, որ ինքը ավելի պայծառ լինի, կապ չունի մասնագիտությունը տեսակի հետ։ Ամեն դեպքում մասնագիտությունն ունի առանձնահատկություն, մյուս կանանց գեղեցիկ դարձնել, Մարիամ։ Իհարկե, բոլորին պետք է գեղեցիկ տեսնես։
Այո, գեղեցիկ տեսնեք։ Շատ լավ, նաև նախ սկզբից նշենք, որ դուք միշտ ունեցել եք երազանք ապրել Միացյալ Նահանգներում։ Միշտ երազել եմ Ամերիկա, մանկուց։ Երազանքս կատարվեց։ Այո, բայց կատարվեց ոնց որ Եվրոպայով, որովհետև դուք ամուսնացել եք եւ Հունաստանում եւ 7 տարի ապրել եք Հունաստանում։ Այո, 7 տարի ապրել ենք Հունաստանում, Աթենքում, ամուսինս հույն է։ Այդ ընթացքում նույնպես աշխատել եք, բայց ավելի կարճ ժամանակ, որովհետև հենց սկզբից ասենք, որ դուք 12 տարեկան հրաշք աղջկա մայր եք եւ այդ ժամանակը երեխայի խնամքին եք ավելի շատ տրամադրել։ Այո, աղջիկս հիմա 12 տարեկան է, այդ ժամանակ նոր էր ծնվել, երևի 2 տարեկան է, որ արդեն ուզեցա աշխատեմ, 2 ամիս եմ աշխատել, ճիշտն ասած, բայց հետո հասկացա չեմ կարող համատեղել հոգատար մայրիկ փոքր երեխայի եւ աշխատանք չկարողացա համատեղեմ, դրա համար շատ քիչ ժամանակ եմ աշխատել։ Այո, Մարիամ, այս էլ է հետաքրքիր բան, որ դուք Հունաստանում ապրելով, ամուսնանալով, նաև ազգությամբ հույն ամուսին ունենալով, միևնույն է չեք հանձնվել եւ ձեր երազանքը ինչ որտեղ ներսում պահել եք, հա, Ամերիկա մեկնելու։ Չէ, երբեք մարդը պետք է իր երազանքը որտեղ ուզում է լինի, չդադարի երազել։ Մարդը պետք է ամեն րոպե երազի ու իր երազանքի հետևից գնա։ Պետք է գնա։ Չէ, երազել եմ ու Հունաստանից եմ ստացել 10 տարվա վիզա, առաջի անգամ որ եկել եմ Ամերիկա, Հունաստանից եմ ստացել վիզա։ Սկզբից 21 օր եմ մնացել, բայց հետո ասի չէ, ես չեմ սխալվել, որ երազել եմ, ես պիտի ապրեմ Ամերիկայում, պիտի։ Ու այդ պիտիին արդեն ես սկսեցի հետևել պիտիին ու 6 ամիս եկել եմ Ամերիկա աշխատել եմ, այո։ Եվ դրանից հետո ամենահետաքրքիր պատմությունը, այդ որ երազանքը ձեր մեջ էր, հիմա փաստորեն դրա իրականացումը։ Քանի որ շատ էի երազում, վերջի օրը որ պետք է հետ վերադառնայի Երևան, քանի որ աղջկաս թողել էի Երևան մայրիկիս մոտ, վերջի օրը հետ վերադառնալ օրը գրին քարտը շահեցի ու ամենամեծ հրաշքը այդ օրը կատարվեց, որ 3 ամիս հետո հետ վերադարձա Ամերիկա, արդեն օրինական ընտանիքիս հետ միասին։ Հրաշալի է, փաստորեն գրին քարտի խաղարկությանը հաճախ եք մասնակցել։ Երբեք չեմ մասնակցել, առաջի անգամ այդ օրը որ պետքա գայի Ամերիկա, վերջի օրներ աղջկաս հետ մտա, ասացին որ փակվում է գրին քարտի խաղարկությունը, բայց փորձեք ձեր բախտը, ասի Մարիա ջան, ծնունդիդ օրն արի, գրենք մի բան կլինի։ Հա, ու իրանք ասացին, որ խաղարկությունը արեցինք, բայց սաբմիտ չեղավ, չհաստատվա, որովհետև վերջի օրներ ասեց երևի փակվել է։ Ու ես հաջորդ օր եկա Ամերիկա, ինձ զանգեցին ասացին, որ մի պահ բացվել է ծրագիրը ու ձեր հայտը ներկայացվել է, ընդունվել է։ Վայ ասի Աստված ջան, կարող է հրաշք լինի Մարիայի ծնունդի գծածը ու գնալս օրը միամիտ բացվեց ու ես շայել եմ, երբեք չեմ փորձել, որ ես գրին քարտի խաղարկությանը մասնակցեմ։ 2018-ից փաստորեն Միացյալ Նահանգներում եք, այստեղ արդեն ձեզ հենց առաջին օրվանից բոլորը գրկաբաց ընդունել են, որովհետև այդ ռադիոյի, հա, քայլող գովազդի, ինչպես ասում են, սկզբունքով բոլոր հայերն իմացել են, որ իրենց ու մեր Մարիամը արդեն Լոս Անջելեսում է։ Այո, քանի որ կա սոցցանց, Facebook, ես որ օդանավակայանում դրել էի, որ ես Երևանից Ամերիկա, բոլորը գրեցին, օ նորից հետ ես եկել, գրեցի չէ, ես անգամ արդեն եկել եմ մշտական ու փառք ասու, ես տեղ ունեմ հաճախորդներ, որ Հայաստանից հաճախորդներ են, մեծ քանակությամբ ու իրանք ոնց որ մեկը մյուսով մեր Մարիամն է, ուտեց դառան մեր Մարիամը արդեն շատ մեծ հաճախորդների Մարիամ։ Շատ մեծ թվով հաճախորդների Մարիամը ընդ որում շատ մեծ առանձնահատկություն կա ըստ էության, ինչու եմ ասում մեր Մարիամը, որովհետև միշտ չէ ու բոլոր դեպքերում չէ, հատկապես օվկիանոսից այն կողմ, նաև այստեղ իհարկե այդպես, որ քեզ համար հաճելի կլինի, որ բոլոր ծառայությունները բացի պրոֆեսիոնալ մատուցելուց, նաև հնարավորություն ունենաս այս ծառայություններից օգտվել քո տանը։ Մարիամը բոլորի
տանը իր հաճախորդների եւ գնալով ավելի մեծացող այդ բանակի իսկապես շատ սիրված ու սպասված է ոչ միայն իր մասնագիտական առանձնահատկությունները հաշվի առնելով, այլև մարդկային տեսակը, որովհետեւ մարդը իր դեմքով, ինչպես ասում են, ոդկը բարի է եւ այդ տանը միշտ հաճելի է, միշտ սպասված է լինում։ Մարիամ, դուք փաստորեն վարսահարդարի մասնագիտությունն ընտրել եք եւ հետո արդեն բարբերաբար աշխատելով հիմա աշխատում եք փաստորեն ծառայությունները այդ ամբողջ սպեկտրը մատուցում եք տանը հաճախորդներին։ Այո, ես գնում եմ հաճախորդների տանը։ Ընդհանուր ընտանեկան վարսավիր եմ, այսպես ասեմ։ Այո։ Կին, ամուսին, երեխա, ժամային ինչ-որ սահմանափակում չունեմ, երևի էտել է իրանց գրավում, որ ժամին զանգեն, ասում, հա, օքեյ, ասում, վայլս ինչ լավ է, որ քո մոտ պրոբլեմ չկա, չես ասում, գիտենք, որ շատ զբաղված ես, բայց մեկա, օքեյ, ոչ մեկի չեմ նեղացնում, շատ զբաղված եմ ու շատ դժվար է, որ դու ես գնում տները, որովհետև Ամերիկայում գիտեք խցանումները շատ են, ու պատկերացրեք այս ծայրից այն ծայր գնալը բան, բայց ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, գնում եմ։ Գնում եք, այո։ Ոչ մեկի չեմ մերժում, ոչ մեկի, ասում ոչինչ։ Կարող է 5 րոպե ուշանամ, 10 րոպե ուշանամ, բայց կհասցնեմ, մի մտածի, կգնաս այդտեղ, անպայման կգնաս։ Այո, Մարիամ, իսկ ինչու որոշեցիք, որ այսպես ավելի հարմար է, որովհետև այսինքն ոչ թե ինչ-որ մի տեղ կոնկրետ մտնել աշխատելու, որտեղ ես գիտեմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմով դուք ոչ մի խնդիր չեք ունենա յուրաքանչյուր տեղում աշխատելու։ Չէ, խնդիր չունեմ գեղեցկության սրահում աշխատելու, բայց որ նոր ենք եկել, աղջիկս 5 տարեկան էր, ոնց որ համ ինձ պետք էր, որ դպրոց տանեի, համ սենց, հետո սկզբից մեքենա չունեի, որի համար շնորհակալ եմ իմ հաճախորդներին, դժվարություններ շատ եմ ունեցել, հաճախորդներս, որ պետք էր իրանք գալիս էին, տանում էին իրանց տուն անում էին, ու ոնց որ այտենց սկսվեց սկիզբը, որ արդեն պետքա զանգեին, գային, արդեն ոնց որ տարբեր ծայրամասերից եղավ Գլենդել, Նորթ Հոլիվուդ, ու ոնց որ հետո չկողմնորոշվեցի որտեղ աշխատեմ, որ ավելի ճիշտ լինի։ Նորթ Հոլիվուդ աշխատեմ, Գլենդելից եկողին շատ դժվար կլինի, Գլենդել Նորթից եկողին, դրա համար ավելի լավ էր, ասացի մեքենան որ եղավ, արդեն ավելի լավ էր, որ ես գնայի, որ բոլորին էլ հասցնեի։ Այո, նաև հետաքրքիր հարաբերություն ունեք հաճախորդների հետ, այդ մտերմություն ստեղծելու։ Սա էլ է երևի բնավորության գիծ, որովհետև բոլորը ձեր մասին երբ խոսում են, կարծես ոչ միայն որպես վարպետ, մասնագետ եւ այլն, այլ մեր Մարիամը հենց այդ բառով։ Հա, բոլորի հետ շատ մտերիմ եմ, բոլորին շատ սիրում եմ, բոլորին յուրով է, ամեն մարդու իր ձևով, բայց բոլորին շատ եմ սիրում, բոլորի հետ շատ լավ հարաբերության մեջ եմ, հաճախորդ ունեմ, որ տարիքով կինաս, որ քեզ տենում եմ, ես գիտեմ արևա բացվեն, են ժպիտը դեմքին ես դուրը բացում մտնում, ես ասում ես լավ եմ, էլ բաց չեմ, էլ մազերս չարած։ Այո, Մարիամ, նաև դուք այդ մասին չեք խոսում, բայց ես գիտեմ, որ շատերը, այսինքն ովքեր որ տեղաշարժման խնդիրներ ունեն, ընտանիքի այդ անդամներին էլ եք սպասարկում եւ այնպիսի սիրով, որ պատրաստ են իսկապես գնալ աշխարհը նվաճելու։ Այսինքն դուք երբ մտնում եք մի տուն, այդտեղ պիտի բոլորը լինեն հարդարված ու գեղեցիկ։ Այո, միանշանակ։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք հեռախոսահամարը իսկապես եզակի մի բան է, երբ մարդը եւ իր մասնագիտությամբ եւ տեսակով այնքան դրական ու լավատես է, միշտ պատրաստ բոլորին այնպես անել, որպեսզի իրենց ինքնավստահ զգալ, ընդ որում բոլոր ծառայությունները, սկսած ներկման, ամենատարբեր, նույնիսկ կերատինային, հարթեցում եւ այլն, այս ամեն ինչը Մարիամ հնարավոր է նաև տանը անել փաստորեն։ Այո, ամեն ինչը տանն եմ անում, կերատինային հարթեցում, մազերի երկարացում, ներկել, կտրել, ֆենել, միլիռովկաների տեսականիներ, ամեն ինչ իրանց տանն եմ անում։ Հարմարացրել եմ մի հատ ձև, որ ասենք պետքա լվանալի ես իրանց օգնեմ։ Ամեն ինչը այնքան հարմար ենք անում, որ ոչ իրանք են նեղվում, ոչ ես, ոչ մի նեղություն չեն քաշում։ Երևի իմ տեսակն է այդ, որ ամեն ինչը պետքա հասցնեմ անեմ։ Ես հասկանում եմ, որ սիրում եք նաև որոշումները այսպես արագ ու առանց բարդացնելու կայացնել։ Շատ արագ որոշումները իմ ոչ շատ ակնթարթային է լինում ու շատ արագ։
Իսկ այ հաճախորդների հետ հիմա դուք կարող եք նաև համեմատել, հա, Հայաստանում հաճախորդները նահանգներում թեկուզ կարճ, բայց աշխատել եք նաև Հունաստանում, այդ տարբերությունը կամ ընդհանրությունները ինչն է նույնը մարդկանց մեջ եւ եթե այստեղ մի քիչ առանձնացնենք հատկապես կանանց։ Հայաստան, Միացյալ Նահանգներ իմն են, իմ հայերն են, լրիվ իմն են, հայեր։ Այո։ Ինձ շատ սիրելով, վստահելով, սենց որ ինչ ասեմ, հա Մարիամ ջան, դու ոնց ասես, հա Մարիամ ջան, տենց կանենք, այն որ իմն են, այն որ իմ սրտից էլ է, բայց Հունաստանում դու ինչ անես ինքը գոհ չի, որտեղ իրանք էությամբ կասկածամիտ մարդիկ են, որ դու ասես սենց անեմ, ինքը կարող է մտածի, հա կարող է ստեղ ինչ-որ միտեղ կարող է չի կարում անի դրա մարը ասում սենց անենք, բայց Հայաստանում իրան գիտեն, որ ես ամեն ինչ կարամ անեմ, ես ուղղակի իմ խորհուրդն եմ տալիս, որ սենց ավելի սիրուն կլինի, նույնն էլ Ամերիկայում, ասենք իրան գիտեն, որ ինչ ասեն, այն որ ոնց ուզեն, ինչ ասեն, ես կարամ անեմ, բայց ես խորհուրդ եմ տալի, բայց որ Հունաստանում ասես, իրան թվում է, ահա, ուրեմն դու էսի չգիտես, որ տենց ասցիր։ Շատ դժվար է, իրանք կասկածամիտ մարդու հետ աշխատելը ահա որ դժվար է։ Այսինքն ձեզ համար էլ Մարիամ շատ մեծ նշանակություն ունի այդ էներգիան, հա։ Մենք միշտ խոսում ենք, որ դուք տալիս եք, բայց նաև մազի միջոցով դուք նաև ստանում եք, չէ՞, այդ մարդու հետ երկար աշխատելով այդ էներգիան։ Շատ, ասենք ես էլ եմ մարդ, ես էլ ասենք ինչքան էլ ուրախ գնաս, բայց մարդ կա, որ ինքը քո էներգիան տանում է։ Այն որ դու դրանից հետո էլ չես կարող ուրիշ մազի գտնես, այդ կա։ Մարիամ ասում են, որ մազերի ու մատերի միջոցով ամենաշատ է մարդիկ այդ էներգիան փոխանակում, դրականը, պոզիտիվը եւ այլն։ Երբ շատ զբաղված եք լինում, ես գիտեմ, որ հատկապես հանգստյան օրերին ձեր ծանրաբեռնվածությունը իսկապես շատ է։ Այս դեպքում ինչպես եք կարողանում այդ լիցքավորվել, որտեղից եք էներգիա ստանում, ինչն է ձեզ այդ լավատեսության աղբյուրը ձեր։ Գիտեք, եթե ես եմ, որ առավոտյան դուրսը բացվում է, մի հատ սենց ուրախ էներգիայով դուրս եմ գալիս, ես ինձ այդ ամեն դեպքում ինձ մենակ իմ զգացածն է ինձ ուժ տալու էներգիա, եթե ես այդ օրը շատ անտրամադիր լինեմ, ես շուտ կթուլանամ, ես շատ ուրախ գնում եմ ու ես պետք է այդ իմ ուրախությունը հաղորդեմ այդ հաճախորդներին, պատկերացրեք, եթե վարսավիրը գա առանց ժպտալու սենց մունաթով ձեզ չի հաղորդի լավ էներգիա, չէ՞, բայց դուք շաբաթ կիրակել գիտեք առիթների օրերը այդ մարդիկ ուրախ տեղ են գնում ու ես գնամ սենց շատ անտրամադիր, շատ սենց լարված, իրանք արդեն անկախ իրանից լարվում են։ Դրա համար ես սենց ուրախ դուրս եմ գալու ու ես միշտ ինձ տրամադրում եմ, որ ես պետքա ուրախ լինեմ։ Ես պետքա ուրախ լինեմ, որ այդ մարդկանց ուրախ տրամադրություն փոխանցեմ։ Մարիամ, բայց այսպես ասում եք եւ դուք չեք սիրում ընդհանրապես դժվարությունների մասին խոսել, նույնիսկ այդ փոքր դժվարությունները արդեն լուծվելուց հետո դրականի վրա եք շեշտը դնում։ Ես նկատում եմ, դուք նշեցիք մեքենան, շատ լավ էր, որ արդեն եղավ եւ այլն, այսինքն միշտ ավելի լավի դրականի վրա եք շեշտը դնում, բայց այնուամենայնիվ բոլորիս մոտ լինում են ինչ-որ պահեր, ինչ-որ դժվարություններ, մանավանդ մեզ թվում է, որ նահանգներում ամեն ինչ այսպես պատրաստ է, բայց այդտեղ իր դժվարություններն ունի, որ ինչպես եք հաղթահարում, որն է այն մեթոդը եւ ինչպես եք կարողացել հասնել նրան, որ չհանձնվել, միշտ կարողանալ ոտքի կանգնել թեկուզ մի պահ դադարից հետո։ Գիտեք, դժվարություններ, գիտեք, շատ են լինում, բայց ես միշտ սենց ինձ նայում եմ հայրու մեջ ու ասում եմ առաջ, հանկարծ չընկճվես, դու որ ընկճվեցիր, չգիտեմ, Մարիան ինչ կանի, ինչ պետք է տենա, մաման թուլացել է, չէ։ Առաջ, պետքա միշտ առաջ նայես, ես ինձ միշտ սենց ոնց որ տրամադրում եմ, միշտ սենց երբեք պետքա ես չնահանջեմ, ես պետքա միշտ առաջ նայեմ, միշտ կենտրոնամ, միշտ լավը նայեմ, երբեք վատի վրա չկենտրոնանամ, վատը չնայեմ, միշտ առաջ։ Ես ու միշտ ասում եմ, պետքա ես կարամ անեմ, ես պիտի անեմ, ու ես անում եմ էդի։ Եթե ես մի փոքր ընկճվեմ, վատը մտածեմ, պատկերացրեք եմ, որ հավեսից ընկնում ես, չէ, իմ մոտ չկա այդ բանը, երբեք ես չեմ ընկճվում, երբեք, ես միշտ պրոբլեմներին չեմ էլ նայում, չեմ էլ բանի տեղ դնում, բոլորս պրոբլեմ ունենք, պրոբլեմը կա, բայց ես միշտ ասում եմ, միշտ առաջ, միշտ։ Այո, միշտ առաջ, ինչ
հաճելի ու հետաքրքիր ձևակերպում է։ Դե դուք պատկերացրեք, սիրելի հետևորդներ, հեռախոսահամարը տեսնում եք ցավոք միայն օվկիանոսից այն կողմ գտնվող Լոս Անջելեսում է գտնվում այս պահին Մարիամ Մանուկյանը, միայն այս հատվածում գտնվող մեր հայրենակիցները, բայց այստեղ նաև տեղի, տարբերություն չկա, սահմանափակում չկա, կարող եք զանգահարել, որովհետև Մարիամը, ինչպես ասում են, միշտ հասանելի է, 24 ժամ հասանելի է եւ տարածությունը նույնպես նշանակություն չունի։ Եթե ուզում եք իրականում շատ հետաքրքիր ու տարբերվող ոճային արտաքին ունենալ վարսահարդարում, կտրվածքներ, կերատինային հարթեցում ամեն ինչ, ներկում, միլիրովկաները, այդ շատ տարբեր երանգների եւ նաեւ շատ նորագույն մեթոդով ամենաբոլոր այս վարսահարդարման հետ կապված պրոցեդուրաները կարող եք զանգահարել սրա հետ միասին դուք պատկերացրեք, որ մարդ է մտնում ձեր տուն, ով միշտ ասում է, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի, երբեք չի կարելի հանձնվել ու միշտ առաջ պետք է գնալ։ Սա կարծում եմ, որ ամենալավ թերապիան է, որը ստանում եք գեղեցկանալու հետ զուգահեռ։ Այս հեռախոսահամարը կարծում եմ, ովքեր որ դեռ չունեն, իրենց համար շատ անհրաժեշտ պիտի լինի։ Նաև Մարիամ, ինչպես եք հասցնում նաև ծանոթանալ տենդենսներին։ Ես գիտեմ, որ ամենանոր նյութերն եք դուք օգտագործում։ Միշտ գիտեք, որն է այս պահին ամենապահանջվածը եւ նյութերի որակը, եւ գույները, եւ ոճը։ Դե միանշանակ ես այդ ժամանակը գտնում եմ, որ միշտ ուսումնասիրեմ, միշտ գնում եմ վերապատրաստման սեմինարների եմ մասնակցում, անպայման դա պետք է, որովհետև ամեն տարի մի նորություն է լինում, մի հատ նյութերի ինչ-որ հրաշք տեսակ, որ պետք է անպայման վերապատրաստման մարդը գնա, ու դա պետք է։ Նաև տենդենսները, հիմա ինչ-որ բան փոխվել է գույների կամ մազերի, այդ սանրվածքների, կտրվածքների հետ կապված։ Գիտեք, հիմա ոնց որ ավելի թրենդային է ինքը մոկա կարամել գույները, կարիշիվի, բոլոր երանգները ինքը ավելի տենդենս է, կտրվածքները, ֆեները ավելի սենց թափթփված իրավիճակ, սենց ստանդարտ ուղիղ չէ, ինչ-որ ստանդարտ ուղիղ կտրվածք չէ, ինքը ավելի սենց ոչ ստանդարտի մեջ է, ավելի թրենդի մեջ։ Այո, եւ ես տեսնում եմ եւ ձեր մազերի գույնը, ես հիմա ասացի եւ առհասարակ ձեր այդ գունաթափելուց հետո միշտ ունենում ենք խնդիրներ, Մարիամ Մանուկյանի գունաթափելուց հետո այդ մազի երանգները տեսնելուց հետո եւ մազի որակը, որ շատ կարեւոր է, դու հասկանում ես, որ ամեն ինչ հնարավոր է եւ այստեղ շատ ճիշտ են նաեւ այն հաճախորդները, որոնք ինչ որ առումով հենց Մարիամ Մանուկյանի նաեւ սոցիալական ցանցերում իր էջի անվանումը դրեցին, ոսկե ձեռքեր, հենց այդպես golden hands կոչվում է ձեր էջը։ Այո, ճիշտ ասած մի քանի հաճախորդին սպասարկելուց հետո, որ սենց իրանք այն որ շատ էմոցիաներ ա գալիս, շատ են ուրախանում են, որ իրանք իրենց հենց այտենց պատկերացնում են ու հենց այտենց տեսնում են։ Սենց էմոցիայի մեջ, վայ, ոսկի ձեռեր ունես, ոսկի ա, ոսկի, ու տենց ոնց որ այդ միտքը, որ ես ինչ լինում ա, սենց ամեն ինչ գալիս եմ տուն, աղջկաս հետ պետքա քննարկեմ, ասեմ ուզած մամա, բայց ինչի չէ golden hands, արի դնենք էջի տանունը golden hands, ու տենց դրեցին golden hands։ Այո, եւ նաեւ այդ golden hands հենց այս էջում էլ, էջով էլ կարող են ձեզ գտնել, գրել, հա, Մարիամ նաեւ։ Էջով, այո, բայց էջս այդքան ակտիվ չի, ոնց որ չեմ կարողանում ճիշտ ռիլեր դնեմ, քանի որ ես չեմ կարողանում նկարել, ես էլ չեմ սիրում, չեմ ընդունում, որ ինչ որ հերվից մեկը նկարի բերեմ, ֆիլտրացնեմ, գցեմ, որը որ հարմարացնում եմ, որ լավ նկարեմ, անում եմ, ամբողջ օրը ես շատ զբաղված եմ, շատ հաճախորդներ ունեմ, բայց ամբողջ օրը ես օրվա մեջ մի հատ նկար չեմ գցում, որովհետև չեմ կարողանում ճիշտ նկարեմ։ Իսկ որ ֆիլտրով էլ դնեմ, չեմ ընդունում դա։ Instagram-ը ստեղծել եմ ինչի համար, որովհետև կան նոր հաճախորդների հոսք, որոնք որ ասենք հաճախորդս ընկերուհուն ասա, ընկերուհին ասում է ինչ էջ ունի, մի հատ մտնենք տեսնենք ինչ գործեր անում, նոր զանգենք։ Էջը դրա համար է ստեղծվել։
Ահա, էջը ստեղծվել է դրա համար, բայց Մարիամ Մանուկյանի ոսկե ձեռքերի մասին իսկապես բոլորը գիտեն եւ այստեղ շատ կարեւոր է, որ հենց ձեր տանը այն միջավայրում, որտեղ ձեզ հարմար է, հնարավոր է ամեն ինչ, իսկ ինչ վերաբերում է գունաբացված մազերի այդ երանգների եւ որակին, սա հենց կարծում եմ, որ վարսահարդարի, հատկապես կալարիստի համար շատ մեծ առանձնահատկություն է, սա կարող եք հենց այս պահին փորձել նաեւ ինքներդ։ Մարիամ, այ էներգիան հրաշալի է, դուք շատ տալիս եք, նշում եք, որ մարդկանցից էլ ստանում եք։ Ես հասկանում եմ, որ ձեր աշխատանքը շատ սիրում եք եւ ամենամեծ մոտիվացիայի ու էներգիայի աղբյուրը ձեզ համար ձեր աղջիկն է։ Այո, երևի ազատ ժամանակ, այսինքն ինչքան ունենում եք, հասկանում եմ, որ ձեր դստեր հետ եք անցկացնում։ Ազատ ժամանակ ավելի գերադասում եմ աղջկաս հետ անցկացնեմ, այսինքն տանը չէ, եթե ինքը ուր ուզի, ինչ ուզի, բայց իր հետ։ Ահա։ Իսկ այստեղ գիտեմ, որ ճամփորդել նույնպես սիրում եք եւ սա էլ եք կարողանում պլանավորել։ Անպայման մի քանի անգամ տարեկան պլանավորում ենք ու անում ենք աղջկաս հետ, որովհետև ինքը սենց ոչ հասարակ երեխա է ու ինքը սենց մեկ էլ կարող է ընտրած գա մամա գնանք էս ինչ տեղը ու պետք է մաման ժամանակ ստեղծի դրա համար։ Այո, իսկ մաման միշտ կարողանում է բոլոր պայմանները ստեղծել, որպեսզի երազանքները կատարվեն։ Միշտ ու ես իրան եմ ասում Մարիա ջան, եթե դու հավատաս, երազես, դու պետք է պայքարես դրա համար, միշտ պայքարես ու կլինի դա։ Բայց դուք գիտեք, եւ Հայաստանի հետ էլ ձեր կապը շատ ակտիվ է, որ այստեղ շատ հաճախ կանայք ունենում են այդ մոտիվացիայի պակասը, երբ իրենց թվում է, որ ինչ-որ բան այլևս իրենց համար ուշ է, ինչ-որ բան չեն հասցնում, ինչ խորհուրդ կտաք այս մարդկանց, որոնք հիմա մեզ հետևում են եւ մտածում են, որ իրենց համար հասանելի չի երազանքի հետևից գնալը կամ ինչ-որ բան նոր սկսելը։ Երբեք ուշ չի, երբեք պետք է չնահանջեք, բոլորին հասանելի է, բոլորը պետք է երազեն ու իրենց երազանքին հասնեն, միշտ առաջ, միշտ գնացեք ձեր երազանքի հետևից, երբեք ուշ չի։ Շնորհակալ եմ շատ հաճելի էր ինձ, Մարիամ, ինձ թվում է, որ իրականում շատ մեծ է ձեր հաճախորդների բանակը, բայց կարծում եմ, որ շատ-շատերը ոչ միայն ձեր պրոֆեսիոնալիզմի, այլ իրականում ձեր խոսքի, այդ անընդհատ բարին ձեր շուրջը տարածելու շնորհիվ են նաև ուզում, որ շատ հաճախ ավելի լինեք հենց իրենց տանը, ձեր ոսկե ձեռքերով եւ այդ ձեր մեծ սրտով։ Ինձ նմանապես հաճելի է Լիլի ջան, շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք ձեր հաղորդմանը։ Սիրելի հետևորդներ, իսկապես մենք հաճախ խոսում ենք հենց այն մասին, որ գիտեք մեկ արտահայտությունը, մեկ զրույցը, որ մենք լսում ենք, որևէ էջով հաղորդման ընթացքում կարող է մեր կյանքում շատ բան փոխել։ Մարիամ Մանուկյանի մասին Հայաստանում, Երևանում մենք շատ առիթ ունեցել էինք լսելու, որպես շատ պրոֆեսիոնալ ու շատ դրական նաև մասնագետ։ Օվկիանոսից այն կողմ այս տարիների ընթացքում իհարկե ժամանակի ընթացքում արդեն մեկը մյուսին ասելով հաճախորդների հսկա բան է ձևավորվել։ Մարդիկ, ովքեր կարողանում են իրականում ամբողջ ընտանեկան, վարսահարդար, ընտանեկան հրաշալի ոճաբան, ով բոլոր այս ուղղությունները, ողջ սպեկտրը նաև վարսահարդարման կարողանում է իրականացնել, բայց սրա հետ միասին շատ կարևոր է, որ յուրաքանչյուրի տուն մտնելով մի ափ բարություն, ինչպես ասում են, այս տուն բերում է։ Եվ ամենակարևորը երազանքին հավատալը։ Գիտեք, երբ դու մտածում ես, որ ինչ-որ մի բան իրական կարողանում ես ձևակերպել երազանքդ եւ հասկանում ես, որ քայլեր ունես անելու երազանքին հասնելու համար, աշխարհը տիեզերքը Աստված օգնում է, որպեսզի քո երազանքը կատարվի։ Մարիամի պատմությունը շատ հետաքրքիր է, տպավորություն է, որ երազել է Միջնահանգներում լինելու, հետո ամուսնացել է եւ հայտնվել է Հունաստանում, բայց քանի որ իր սրտի ամենախոր անկյունում երազանքը պահել էր, կարողացավ իրականում սա իրականացնել եւ այսպես են ձևավորվում երջանիկ մարդիկ։ Ասում են աշխարհում ինչքան շատ լինեն երջանիկ մարդիկ, այնքան աշխարհը շատ ավելի բարի կլինի։ Մենք հիմա դուք տեսնում եք այս պահին հեռախոսահամարը բոլոր մեր հետևորդները, ովքեր օվկիանոսից այն կողմ են, Լոս Անջելեսում, կապ չունի որ հատվածում կարող եք զանգահարել, որովհետեւ հրաշալի, գեղեցիկ, շատ բարձրորակ
որոշակ վարսահարդարման ծառայությունների ամբողջ սպեկտրը, ինչպես նշեցի, ձեզ կմատուցեն, սրա հետ միասին դուք ձեռք կբերեք, կհանդիպեք ձեր կյանքում մի մարդու, ով կարողանում է իրականում իր ժպիտով աշխարհում շատ բարություն տարածել։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, միշտ հետաքրքիր է ու միշտ կարևոր է, որպեսզի մենք լսենք այդպիսի մարդկանց, ովքեր իրենց տեսակով ոգևորում են մեզ եւ հնարավորություն են տալիս իսկապես նոր ինչ-որ բանի մասին մտածել։ Այս օրը ամփոփելով ես ուզում եմ, որպեսզի հենց այս պահին փորձեք հասկանալ, որն է ձեր մեջ եղած այն երազանքը, որը մտածել եք, որ երբևէ չի կատարվի։ Հստակ հանեք ձեր հուշերի խորքից այդ երազանքը, փոշին մաքրեք ու վստահ եղեք, որ առաջիկայում դուք հնարավորություն եք ունենալու իրականացնել այն, այնպես որ չի կարելի երբեք ծալել ձեռքերը, քանի որ իրականում աշխարհում շատ բան մեր ձեռքերում ու մեր մտքերում է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։